ԱՄՆ-ն եւ Իրանը առաջիկա օրերին կարող են վերսկսել բանակցությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ New York Post-ի հետ զրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ այժմ քննարկումներ են ընթանում։ Fox News-ին տված հարցազրույցում էլ Սպիտակ տան ղեկավարն ասել է, թե պատերազմը կարող է ավարտվել շուտով։ Կարծում եմ ամեն ինչ մոտ է ավարտին, ասել է նա։ ԱՄՆ փոխնախագահն իր հերթին ընդունել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև անվստահություն կա եւ խնդիրը չի կարող լուծվել մեկ օրում։ JD Vance-ը նշել է, որ Պակիստանի բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել, սակայն Թրամփը ըստ փոխնախագահի ցանկանում է կնքել ոչ թե փոքր, այլ մեծ գործարք։ Նախագահն իսկապես ցանկանում է այնպիսի գործարք, որով Իրանը չի ունենա միջուկային զենք, չի հովանավորի ահաբեկչությունը, իսկ իրանցի ժողովուրդը կկարողանա զարգանալ, բարգավաճել եւ միանալ համաշխարհային տնտեսությանը։ Վաշինգտոնից հնչող այս հայտարարությունների պայմաններում Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանին ճնշելու բոլոր փորձերը կձախողվեն եւ Իրանը երբեք չի հանձնվի։ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ Իրանը չի ցանկանում պատերազմ եւ կողմ է կառուցողական բանակցություններին։ Իրանցի պաշտոնյան նույնը ասել էր երեկ եւ զգուշացրել, թե Իրանը կպաշտպանի իր իրավունքները։ Մենք անկարգությունների չենք ձգտում։ Մենք հասկանում ենք, որ հանուն երկրի բարելավման չպետք է պատերազմենք, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ եթե մեզ վրա հարձակվեն, պետք է ամուր կանգնենք եւ չխոնարհվենք նրանց առաջ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իր հերթին տեղեկացրել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումն իրագործված է ամբողջությամբ եւ ծովով Իրանի առևտուրը դադարեցվել է։ Ծովակալ Բրեդ Քուփերը սոցցանցում գրել է, որ ամերիկյան ուժերը գերակայություն են պահպանում Մերձավոր Արևելքում։ Իրանի տնտեսության մոտ 90%-ը սնվում է ծովով իրականացվող միջազգային առևտրից։ Շրջափակումից հետո 36 ժամից էլ պակաս ժամանակում Միացյալ Նահանգների ուժերն ամբողջությամբ դադարեցրել են ծովով Իրանի հետ արվող առևտուրը։ Associated Press-ը հաղորդում է, որ ամերիկյան զինուժն Օմանի ծոցից հետևում է, թե ինչպես են նավերը դուրս գալիս իրանական նավահանգիստներից ու երբ անցնում են Հորմուզը, փակում է դրանց ճանապարհն ու ստիպում ետ գնալ։ Ըստ իրանական մեհեր գործակալության Իրանը մտադիր է այլընտրանքային նավահանգիստներ օգտագործել բլոկադան շրջանցելու համար։ Իրանական Ֆարսն էլ հայտնում է, որ պատժամիջոցների տակ գտնվող իրանական 2 լցանավ է հատել նեղուցը, չնայած ամերիկյան շրջափակմանը։ Թեև նեղուցի շրջափակումից հետո նավթի գինը կայունացել է $95 սահմաններում, արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է, որ Իրանի դեմ պատերազմի հետագա սրումը եւ նավթի մատակարարման խափանումները կարող են աշխարհը հասցնել ռեցեսիայի եզրին։ Ու մինչ Թրամփը խոսում է պատերազմի մոտալուտ ավարտի մասին, Իսրայելը Լիբանանում շարունակել է հարվածները արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլային։ Շարժումն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել, կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելական Հարեց թերթը գրում է, որ Իսրայելի բանակը հարավային Լիբանանի գյուղերն ավերում է, մեջբերում եմ ճիշտ այնպես, ինչպես Գազայում։ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը վերջին 30 տարում 3 առաջին ուղիղ բանակցություններն են անցկացրել վերջ դնելու Իսրայելի եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի միջև պատերազմին։ Կողմերը դրական են որակել քննարկումները եւ համաձայնել են շարունակել դրանք։